Ինչ հրաշալի Աստված ունենք, ամենակարող Տեր, որ երկինքն ու երկիրն արարել։ Եվ Աստված իր թանկագին որդին մեզ համար չի խնայել, սիրելի ժողովուրդ։ Եվ ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս ասեց, որ տես Աստված ինչքան շատ սիրեց աշխարհը, որ միջև իր միածին որդուն տվավ, որպեսզի ով որ հավատա չկորսվի, հավիտենական կյանք ունենա։ Եվ Տեր Հիսուս իր աղոթքի մեջ ասեց հետևյալը. այս է հավիտենական կյանքը, որ մենք ճանաչենք միակ ճշմարիտ Աստված եւ Հիսուս Քրիստոս, որին որ Աստված տվավ։ Դրա համար այսօր մենք շատերս ճիշտ կարդում ենք Աստվածաշունչը, աղոթում ենք, բայց այդ կամ խորից չենք ճանաչում այդ ամենակարող Աստծուն։ Դրա համար այսօր մեր ժողովրդի մեջ երբևիցե երկուխ կա, վախ կա։ Այդ վախը ոչ թե Աստծո վախն է, այդ վախը ինչ որ մահի եւ նեղությունների վախն է։ Թող Աստված օրհնի զորացնի։ Ես մի փոքր ուզում եմ կանգ առնեմ, տեսնենք թե ինչ ասում Եսայի մարգարեն կենտանի Աստծո վրայով, որ խոսում է, տեսնենք թե ինչ է գրված։ Եվ ասում է. ով չափեց ջրերը իր ափովը եւ երկնքի թզով կարկադրեց եւ ամփոփեց երամանգումը երկրի հողը եւ կշռեց կշերկով սարերը ու բլուրները կշերկովը, ով քննեց Տիրոջ հոգին եւ իբրեմ նրան խորտակուց նրա հասկացրեց, ումիցը խորուրդը հարթրեց նա եւ նրանց իմացնել եւ նրանց սովորեցնել իրավունքի ճանապարհը, նրանց սովորեցնել գիտությունը եւ իմաստության ճանապարհը, նրան գիտեցնե։ Ահա ազգերը դուլին կպաս կատիրի պես են կշերկի փոշին հավասար։ Ահա մենք փոքր ինչ կանգ առնանք, տեսանք թե ինչքան հրաշալի, ինչքան մեծ ու զորավոր Աստված ունենք, որ նա ամեն ինչ չափի մեջ արել եւ նա անգամ սարերն ա կշռել եւ ինչպես հիշում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է մեզ հետևյալը, ձեր մազերը հաշված են։ Ուրեմն ես փոքր ինչ ուզում եմ նորից կարդալ Սուրբ գրքից Հռոմեացիների գրքից հետևյալը, սիրելի ժողովուրդ ջան, կարդանք, տեսնենք թե ինչ է գրված այդ տեղը։ Հռոմեացիների 8-րդ գլուխը 31 համարից։ Իսկ արդ ինչ ասենք այս մասին, եթե Աստված մեր կողմն է, ով կլինի մեզի հակառակ։ Նա որ իր որդուն չխնայեց, մեր բոլորի համար մահվան մատնեց նրան, էլ ինչպես մեզի չի շնորհել ամեն ինչ նրա հետ միտնեկտեղ։ Ով է մեղադրելու Աստծո ընտրյալներին, Աստված է որ արտարացնում է, իսկ արդ ով է որ դատապարտելու է, Քրիստոս Հիսուս է որ մեռավ, մանավանդ հարություն էլ առավ եւ Աստծո աշկովն է բարեխոս է մեզ համար։ Արդ ով պիտի բաժանի մեզ Քրիստոսի սերիցը, տառապանքը, թե անձկությունը, թե հալածանքը, թե սովը, թե մերգությունը, թե վտանգները, թե սուրը, ինչպես գրված է։ Բայց այս բոլորից ավելի հաղթանակ են դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ, որովհետև վստահ եմ, թե ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրիշտակները, ոչ իշխանությունները, ոչ այլ բաները, այժմ գալիքները, ոչ զորությունները, ոչ բարձրությունները, ոչ խորությունը, ոչ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծուն այս սիրուցը, որ կա մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ահա սիրելի Աստծո զավակներ, մենք շատ թանկ գնով գնված ենք Քրիստոսի Սուրբ այրան։ Քրիստոսը տառապանք է կրել մեր մեղքու հանցանքը ցավը վիշտը կրելով։ Եվ մենք տեսնում ենք, որ նա բարձրացավ խաչի վրա եւ տեսնում ենք նա ինչ կատարեց խաչի մահովը, սիրելի Աստծո զավակներ, որ մենք այսօր քաջալերվենք, որ մենք այսօր զորանանք, որ մենք իմանանք, որ Քրիստոսը ինչքան հրաշալի բաներ է արել մեզի համար, որ այսօր մեր հավատքը զորանա, մեր հավատքը աճի եւ մեր սերն ու հավատքը լեցվի աստվածային սիրով ու զորությամբ, սիրելի Աստծո զավակներ։ Ահա մենք կարդացինք, որ ոչ մի բան չի կարող մեզ դատել Քրիստոսի սերիցը, որտեղ մենք տեսնում ենք Քրիստոսի սերը Գողգոթայում, որ նա բարձրացավ խաչի վրա եւ ինչպես Եսային մարգարեն ասում է, նա մեր հիվանդությունները, մեր ցավերը, մեր դիշտը, մեր հոգսերը իր վրա վերցրեց։ Այո, սիրելի Աստծո զավակ, այսօր մենք պետք է տեսնենք նրա փառավոր մեծությունը, որ նա ինչ է կատարել մեզի համար, սիրելի Աստծո զավակներ։
որ նա մեր մեղքերն ա վերցրել, մեր ցավը, մեր վիշտը, մեր հոգսերը նա ա վերցրել իր վրա։ Եվ մենք տեսնում ենք Սիրելի Ժորժան, որ նա խաչի մահով միջոցով գրված է նա սպանեց նրան, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն սատանային, որպեսզի ազատի անոնց, որոնք մահվան վախով միշտ նրանց ծառայության մեջ բռնված էին։ Ահա մենք տեսնում ենք նա խաչի վրա իր մահի միջոցով սպանեց մահի իշխանին, այսինքն սատանային, որպեսզի ազատի իր ժողովրդին, որպեսզի Տերը իր ժողովրդին տանի այն փառքի, այն գովեստների մեջ, որ Աստված իր որդի Հիսուսի ձեռքով մեզ համար արել է, սիրելիներ։ Եվ ահա մենք տեսնում ենք խաչի վրա Քրիստոսը գանված, եւ երբ որ նա իր հոգին ավանդեց, տեսնում ենք, որ սիրելի Աստծո Ժողովուրդ, որ Տերը վարագույրները պատրվավ եւ մեզ համար մի ճանապարհ բացավ վարագույրի միջով։ Սիրելի Աստծո զավակներ, այսօր մենք պետք է համարձակվենք, համարձակություն գտնենք Քրիստոսով, որ մտնենք Տիրոջ սրբարանը, ինչպես որ գրված է մասին Սուրբ գրքում, եւ ասում է, եւ մենք ունենք մի մեծ քահանապետ Աստծո տան վրա։ Այո, մենք ունենք այդպես մի մեծ քահանապետ, որ իր մահի միջոցով սիրելիներ բացեց մեզի վարագույրի մի ճանապարհ, որ իր մարմնով է, եւ այսօր մենք ունենք իշխանություն սիրելիներ նրա արյան միջոցով մտնենք սրբության սրբարանը։ Ահա այսօր Տերը պատրաստել է իր ժողովրդին, որ այսօր մենք քաջալերվենք ու ինչի որ կարիք ունենք, մենք իրավունք ունենք մտնելու սրբարանը Քրիստոսի արյան միջոցով եւ այդ նոր ու կենտանի ճանապարհով, որ բացեց մեզ համար մի նոր ճանապարհ։ Սիրելի Աստծո Ժողովուրդ, բաց գրված է, որ մենք պիտի մոտենանք ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, մեր սրտերը մաքրենք չար խշմտանքից, մեր մարմինները մաքրենք մաքուր ջրով եւ անխախտ պահենք Հուսի դավանությունը անսայտակ եւ գրված է, որ մեկտեղ հավաքվելը չթողենք, ինչպես որ հիմա սիրելի Ժողովուրդ, մենք հասել ենք այնպեսի ժամանակաշրջան, որ այսօր դժվարություն առաջկալում մեկտեղ հավաքվելու, բայց չվախենանք, որովհետեւ Տեր Հիսուսն ասեց, ահա ես ձեզի հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վաղճանը։ Սիրելի Աստծո զավակներ, պիտի քաջալերվենք, պիտի զորանանք, որ ունենք այդպեսի մի հաղթող Քրիստոս, որ ինքն ասեց, որ ես հաղթեցի աշխարհը, դուք քաջասիրտ եղեք, թեև նեղություններ ունեք, բայց Տեր Հիսուսը հաղթել է աշխարհին։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, եւ մենք կամաց մտնում ենք մի ահռելի դժվար ժամանակաշրջաններում, որովհետեւ արդեն մոտենում է եկեղեցու հափշտակության ժամանակաշրջանը։ Եվ այսօր թող Աստված բացի մեր հոգու աչքերը մեզ լուսավորի, որ կարողանանք տեսնել այդ հզոր ու մեծ Աստծուն, եւ ինչպես որ Տեր Հիսուսը ասեց իր հոր մասին, որ իմ հայրս բոլորից մեծ է, որ նրա ձեռքերից ոչ ոք չի կարող խլել իր զավակները։ Այո, մենք ունենք այդպես մի զորավոր Աստված, որ նա կարա մեզ պահի ու պահպանի ամեն նեղության ու դժվարության մեջ։ Բայց ցավոք այսօր մենք տեսնում ենք, որ Աստծո ժողովուրդը շատ զբաղված են ոչ թե Աստծո հոգով լեցվելու, ապա շատ ժամանակ մենք զբաղվել ենք տարբեր տեսակի գործերով եւ տարբեր տեսակի վիճակների մեջ։ Դրա համար այսօր Աստված տեսնում է, որ իր ժողովուրդը այնպես հոգ չեն անում Սուրբ Հոգով լեցվելու, Աստծո Սուրբ Հոգով զորությամբ առաջնորդվելու եւ տեսնում ենք սերի ժողովուրդ, որ Տերը այսօր մի փոքր թույլ տվել մի նեղություն եւ որպեսզի մեր հայացքը դառնա մեր կենտանի Աստծուն։ Ես այսօր փոքր ինչ պաշտամունքի մեջ խոսում եմ հետեւյալի մասին։ Եվ տեսնում ենք, որ Աբրահամին Տերն ասեց, որ քու սերունդը պետք է 400 տարի մնա օդար երկրի մեջ։ 400 տարի հետո ես պիտի այցելեմ եւ պետք է դուրս անեմ այդ երկրից։ Ահա անցավ 400 տարի Եգիպտոս սովի ժամանակ, որ Աստված Հոսեփին պատրաստել էր, որպեսզի հաց պատրաստի Իսրայելի եւ ամբողջ աշխարհի համար։ Բայց Իսրայելը որ գնաց Եգիպտոս եւ Սագաշրջանում եւ նրանք անհոգ էին, որ նրանք մոռացել էին, որ Աստված հավիտենական չի թվել նրանց այդ երկիրը, ապա Տերը ունի իր ծրագիրը, որ պետք է հաներ, բայց 30 տարի անցավ, 430 տարի հետո նոր տեսնում ենք, որ Տերը տեսավ, որ նրանց սիրտը դեպի Աստծուն չի դառնում, Տերը նրանց նեղություն տվեց, ինչպես որ գրված է գրքում, եւ ասում է, եղավ մի թագավոր, որ Հոսեփին չէր ճանաչում, եւ նրանց անգամ տղաներին գցում էին այդ ջուրը, ծով էին գցում սիրելի Ժորժան, սպանում էին, եւ մեծ նեղություն առաջ եկավ, նրանց պլետով ծեծում էին, բայց միջև նրանց միտքը բացվավ
եւ տեսնում ենք սիրելի ժողովուրդ, որ Աստված այս ժողովրդին հանեց։ Եվ այսօր էլ մենք Աստված մեզ չի պատրաստի այս երկրի վրա, որ մենք մնանք, ապա Տերը պատրաստել է մեզ համար մի քաղաք, որը ունի 2500 կիլոմետր երկարություն, 2500 կիլոմետր բարձրություն եւ այդքան լայնություն, եւ Աստված պատրաստել է գեղեցիկ քաղաք իր սուրբերի համար, բայց մենք պիտի կարողանանք սիրելի ժողովուրդ, ինչպես որ Պողոս Արաքյալն իր անձը մղում էր, որպեսզի նա հասներ վերի կոչման մրցանակին։ Այո, դրա համար այսօր մենք պիտի մրցենք, սա մեր մրցույթ է, որ Պողոս Արաքյալն ասում է, ասպարեզի մեջ վազում են շատերը, բայց մեկն առնում մրցանակը, ասում է դու այնպես վազեք, որ հասնեք, ապա Պողոս Արաքյալը մենք տեսնում ենք, որ ինքը իր անձն էր ճնշում, որպեսզի նվաճեր իր անձը, որ իր քարոզությունից հետո իր անձը խոտելի չգտնվեր։ Այո, այսօր մենք էլ պիտի կարողանանք Սուրբ Հոգու միջոցով մեր անձերը ճնշենք, իհարկե մեր անձերին թույլ չտանք, որ գնա իհարկե իր ճանապարհով, ապա այսօր մենք ճանապարհ ունենք, որ Քրիստոսը բացել է մի նեղ ճանապարհ։ Տերը ուզում է, որ իր ժողովուրդը քալենք այդ կենտանի ճանապարհով, որ բացված է մեզի համար սիրելի ժողովուրդ։ Ահա եւ Պողոս Արաքյալը մեզ հետաքրքիր մի բան է խրատալում, որ այսօր մենք մտածենք վերինների մասին։ Եվ ասում է, թե մեր դրսի մարդը փչանում է օրեցօր, բայց մեր ներսի մարդը օրեօր նորոգվում է։ Եվ ասում եմ, մենք այս ժամանակավոր բանին մենք մտիկ չենք անում այս երևացող բաներին, ապա մենք մտիկ ենք անում այն դրան, որ հավիտենական է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այսօր երբևիցե մենք շատ զբաղվում ենք այս ժամանակավոր բաների համար, մոռանում ենք իհարկե հավիտենականությունը, որ Տերը պատրաստել է։ Դրա համար Աստված թույլ է տալում, որ այսօր մի փոքր ինչ նեղություններ առաջ կա, որ մեր հայացքը, մեր սիրտը կենտանի Աստծուն դառնա, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եվ ժամանակ, որ մենք կոմունիստների ժամանակ էինք, հավատքի Տերը կանչեց մեզ, սիրելի ժողովուրդ, այն ժամանակ에 դժվարություններ կար։ Եվ անգամ այնպիսի ժամանակ էինք ապրում, որ եղավ մի պարագա, որ գերեզմանոցում էլ չէին թողում, որ մենք պաշտամունք անեինք, հետապնդում էին, բռնում էին, ծեծում էին, բանտ կար եւ նման շատ հարցեր կար, սիրելի ժողովուրդ։ Բայց փառք Տիրոջը, որ Տերը մեզ տվեց զորություն, կարողություն, որ մենք կարողացանք հաղթահարենք այդ դժվարությունները եւ անցավ այն ժամանակաշրջանները, հիմա մենք տեսնում ենք սիրելի ժողովուրդ, որ գալու է ավելի նեղ ժամանակներ։ Դրա համար գիտենք, որ այս աշխարհը սադանեն գիտի, որ իր վերջի ժամանակներն է գալու։ Դրա համար այսօր մեր Տիրոջ ժողովուրդը պիտի քաջալերվի։ Այսօր Քրիստոսը մեզ համար ամեն սպառազինություն է բերել, որ մենք սպառազինվենք, սիրելի ժողովուրդ։ Եվ դրա համար Պողոս Արաքյալը Եփեսացիների թղթում գրում է. եղբայրներս այսուհետև զորացեք Տիրոջմով, անոր զորության կարողությունով եւ ձեր վրա արեք Աստծո սպառազինությունը, որ կարողանանք սատանայի հնարքներին դեմ դնել։ Քանի որ մեր պատերազմը մարմնի արյան հետ չի, ապա օդի իշխանի հետ, երկնավորների մեր չար ոգիների հետ, եւ դրա համար Պողոս Արաքյալն ասում է եւ աս աշխարհի իշխանակալների հետ։ Սիրելի Աստծո զավակ, այսօր Տերը մեզ ամեն միջոց տվել է, որ մենք կարողանանք սպառազինվենք ու զորանանք եւ հավատքով կարողանանք հաղթենք աշխարհին։ Եվ գրված է, ինչն է հաղթում աշխարհին, եթե ոչ հավատքը։ Թող Աստված զորացնի մեր հավատքը, որ Սուրբ Հոգով լեցվենք, զորանանք, որ հետ չնայենք, ապա նայենք մեր հավատքի առաջնորդին ու այն կատարողին, որ ինքը կատարել է մեզ համար ամեն բան, խաչի վրա նա կրեց մեր ցավերն ու մեր մեղքն ու հանցանքը վերցրեց, սիրելի ժողովուրդ, եւ նա մեզ համար ճանապարհ բացեց, անգամ երկին գնալու ճանապարհ, որովհետեւ ճանապարհը դեռ գոյություն չուներ, քանի որ Տեր Հիսուսն ասում է ոչ ոք երկինք չելավ, միակ նա որ երկինքից իջավ։ Այո, Քրիստոսը իր մահով, իր հարությունով նա բացեց մեր ճանապարհը, երկին գնալու ճանապարհը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մոտենում է ժամանակաշրջանները, որ մեծ դժվարություններ պիտի գա մինչև Քրիստոսի, մինչև եկեղեցի հափշտակությունը։ Եվ դրա համար այսօր Աստված բացի մեր մտքերը, որ այսօր մենք պատրաստենք սիրելի ժողովուրդ, առաջի հավատքի, առաջի հարության հետ բաժին ունենանք։ Այո, դրա համար էլ Պողոս Արաքյալն ասում է, իմ նպատակս վերի կոչման մրցանակին էր։ Այո, նա մրցում էր, որ մտներ այդ առաջի հարության բաժնի մեջ։ Սիրելի ժողովուրդ, այդ ժամանակները մոտեցել է, թե նեղություններ կարող է առաջ գա, բայց մենք չպիտի վախենանք, սիրելի ժողովուրդ։
Տերն ասում է ես կզարգեմ, ես էլ կբժշկեմ։ Այո, Տերը մեր հետ է եւ դրա համար գրված է, մենք չպիտի վախենանք, քանի որ մենք ունենք այդպեսի կենտանի Աստված, սիրելի ժողովուրդ։ Եվ եկա այդ ժամանակաշրջանը, թե հիմա մենք ապրում ենք այդպեսի շրջան, որը շատ տեսակի բաներ առաջ կա։ Այսօր մենք շատ զգուշ լինենք, սիրելի ժողովուրդ, որովհետև Տեր Հիսուսը իր ժամանակին ասեց, որ շատ սուտ Քրիստոսներ պիտի առաջ կան, շատ սուտ մարգարեներ պիտի առաջ կան։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչքան մարգարեություններ առաջ գալու, օրեօր տարբեր սակի մարգարեություններ, եւ այսօր մենք չպիտի շփոթվենք, ապա պիտի Տիրոջ ձայնը լսենք, որովհետև Քրիստոսն ասում է իմ ոչխարից իմ ձայնս լսում են եւ իմ ետևից են գալու։ Սիրելի ժողովուրդ ջան, մենք չշփոթվենք, ապա գնանք Քրիստոսի հետքերին եւ այսօր աշխատենք, որ մեր ականջը բացենք նրա ձայնին, որ նրա ձայնը զանազանենք օդարի ձայնը, մենք օդարի հետևից չգնանք, սիրելի ժողովուրդ ջան։ Ահա Տերը պիտի պատրաստի իր եկեղեցին։ Թեև մի փոքր նեղությունից հետո Տերը պետք է մեզ հիմնի եւ հաստատի, ինչպես ասում է Պետրոս եղբայրը։ Սիրելի ժողովուրդ ջան, Տիրոջ ճանապարհը մի քիչ դժվարին է, բայց Քրիստոսը բացել է ճանապարհը եւ հաղթել է աշխարհին, սիրելի ժողովուրդ ջան։ Ահա գրկա այդ օրը եւ միջև չլինի միջև ները երկրի հայտնվելը Տեր Հիսուսը պետք է իր եկեղեցին հափշտակի։ Դրա համար մենք կարդում ենք Սուրբ Գրքում գրված է հետևյալը. եւ ասում է Հովհաննեսը տեսավ մի պատերազմ տեսավ երկնքում եւ Միքայելը հրեշտակապետը պատերազմեց Սատանային եւ նրա ամբողջ զորքի դեմ։ Ապա մենք տեսնում ենք դա ռեալ պետություն է, որ երկրորդ երկնքում է եւ տեսնում ենք, որ Տեր Հիսուսը իր հրեշտակի միջոցով Միքայելի միջոցով նա վար գցեց երկրի վրա եւ Պողոս Արաքյալն ասում է նա չի գա միջև որ մեջտեղից վերցնի այն արկելողը նոր պիտի հայտնվի այն անօրենը որ Աստված կծվի ու կպաշտվի միջև անգամ նա Տիրոջ տաճարի մեջ պետք է նստի ինքը զինքը ցույց տա որ ինքը իհարկե Աստված է։ Ահա սիրելի ժողովուրդ ջան, մենք չպիտի շփոթվենք, մենք պիտի զորանանք ու հասկանանք այդ բոլոր վիճակները, որ եկեղեցի առաջի բաժինը պետք է մենք մղենք, որ կարողանանք հափշտակության մեջ բաժին ունենանք, սիրելի ժողովուրդ։ Եվ այդ բաժինը Տերը պետք է իջնի երրորդ երկնքից, պիտի իջնի երկրորդ երկինքը, երբ որ Միքայելը Սատանային պետք է վարկցի երկրի վրա, եւ այդ տարածքը պետք է սուրբերը Տերը պետք է իր սուրբերին ընդունի երկրորդ երկնքի մեջ։ Եվ 7 տարի հետո Տեր Հիսուսը իր սուրբերով պիտի գա երկրի վրա։ Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ մի փոքր մեր միտքը բացել, որ մենք հասկանանք, թե ինչքան մեծ մենք բան ունենք Քրիստոսով, պաշտոն ունենք, սիրելի ժողովուրդ, որպեսզի Քրիստոսին թագավորներ ու քահանաներ, դրա համար սա Հիսուսի երկրորդ գալստյան ժամանակ Տեր Հիսուսը պետք է դադի այս աշխարհը, պետք է դադի այս երկիրը, եւ այս ժամանակ սուրբերն պետք է մասնակից լինեն այդ դատարանին, ինչպես որ Պողոս Արաքյալը եւ ասում էր Կորինթոսներին, ասում էր ամոթ ազեց Կորինթոսներ, որ դու դադեր ունեք, ենել ասում է ամբարիշների արժեվ, բայց դու չգիտեք, որ դու հրեշտակներ պիտի դադեք, դուք ասում է աշխարհը պիտի դադեք։ Այո, սիրելի ժողովուրդ, սիրելի Աստծո զավակներ, Տերը ամենաբարձրագույն մեծ կոչումն է տվել, քահանաճան ու թագավորության պաշտոնը այսօր Տերը մեզ տվել։ Այո, մենք պիտի մասնակից լինենք Քրիստոսին այդ ժամանակաշրջանում, որովհետև Հովհաննես Մկրտիչն ասում էր, հետեւյալն են ասում, որ կալը նրա ձեռքն է, Քրիստոսի ձեռքն է այդ կալը, նա է պետք է կալը կալսի եւ իր ծորենը պիտի հավաքի, տանի իր աշտեմարանները եւ հարդը պիտի այրի անշեստ կրակով։ Այո, Տերը պիտի իր հրեշտակներին պիտի ուղարկի, որ աշխարհի բոլոր ծառերից պիտի հավաքի իր սուրբերին եւ Տերը պիտի զադի ոչխարը այծերից եւ այծերին պիտի ուղարկի դժոխք, իսկ իր ոչխարներին պիտի տանի իր իհարկե հազարանայի թագավորությունը։ Այսօր մենք ունենք այդ սիրելի Աստծո զավակներ, այդ բաժինը մենք ունենք, որպես թագավորներ ու քահանաներ։ Դրա համար այսօր մենք չպիտի վախենանք, որտեղ Աստված մեզ տվել է զորության հոգի, տվել է մեզ սիրո հոգի, զգաստության հոգի, այն հոգին, որը ինչպես որ Պետրոս եղբայրը, Պողոս Արաքյալն գրում, ասում է մենք ունենք այն հոգին, որ մենք այսօր պիտի նորոգվենք այդ հոգու մեջ, սիրելի ժողովուրդ, Սուրբ հոգուն նորոգվենք ներսի մարդի մեջ,
որ Քրիստոս հավատքով մեր մեջ բնակվի ու մեր մեջ սիրո արմատ գցի, որ մենք կարողանանք բոլոր սուրբերի հետ միասին իմանանք իշխանալայնություն, բարձրություն ու խորություն, որ մենք ճանաչենք Քրիստոսի սերը, որ գերազանց ամեն գիտություններից, որպեսզի լեցվենք աստվածային ամբողջ լիությամբ։ Այո, սիրելի ժողովուրդ ջան, ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոսի մեջ բնակում էր աստվածային ամբողջ լեցունությունը, եւ Հիսուսը գնաց եւ ասեց. ես լավ որ գնամ պետք է ուղարկեմ մխիթարի Սուրբ Հոգին։ Այո, Քրիստոսը գնաց եւ իր Սուրբ Հոգին ուղարկեց մեր հոգու մեջ, որը աղաղակում է Աբա Հայր։ Եվ մեզ ցույց է տալու Սուրբ Հոգին, որ մենք այսօր որդիներ ենք, եթե որդի ենք, ապա ժառանգ, եթե ժառանգ ենք Քրիստոսի հետ ժառանգակից, ամենաբարձրագույն խոսմունքները մենք ունենք, սիրելի Աստծո զավակներ, չպիտի շփոթվենք, չպիտի վախենանք, որովհետև Տերը մեզի հետ է, Տերը արդեն հաղթել է աշխարհին։ Սիրելի ժողովուրդ ջան, հոգին, որ այսօր Տերը տվել է մեր մեջ, այդ հոգին իր մեջ պարունակում է իմաստության եւ գիտության ամբողջ գանձերը։ Սիրելի զավակ, այսօր վեկած ու նայիր քո փառավոր Քրիստոսին, տեսեք քո մեջ ինչպեսի հոգի է Տերը դրել, զորության, սիրո զգաստության հոգին, իմաստության, գիտության ամեն գանձերը այսօր մեր մեջն է պարունակում, սիրելի Աստծո զավակներ։ Թող Տերը մեզ զորացնի եւ լեցնի, որ մենք հետ չնայենք, ապա գնանք դեպի միջև վերջ, գնանք դեպի հաղթանակների, որ Քրիստոսը հաղթել է, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Թող Աստված Սուրբ Հոգով զորացնի իր ժողովրդին, թող տգարները զորանան, թող հիվանդները ուժովանան, սիրելի ժողովուրդ ջան, որովհետև այդպեսի Տեր ունենք, որ նա ունի կարողություն զորացնելու ամեն մեկիս, սիրելի ժողովուրդ ջան, չմոռանանք, որ այսօր մեզ պետք է Աստծո խոսքը ամուր պահենք, եւ այսօր չմոռանանք Աստծո ավետարանը միշտ կարդալու։ Երբ որ Տերը ինձ առաջի անգամ որ ինձ կանչեց եւ այսպեսի մի բան ասեց Տերը ինձ, ասեց զավակս կարտա ու զորացի։ Ես այն ժամանակ հավատքի մեջ չէի, ես ասեցի Տեր, ես ինչ կարտամ, ասեց կարտա ավետարանը։ Սիրելի Աստծո զավակներ, ավետարանը դա մեր փրկության ավետարանն է, ավետարանի մեջ մեր ամեն խոսմունքները գրված է։ Այսօր այդ ավետարանը պետք է մեր սրտի մեջ լինի, սիրելի Աստծո ժողովուրդ, ոչ թե մեր գաղափարի մեջ, ապա մեր սրտի տախտակների վրա պետք է գրվի ավետարանի այդ հիանալի, այդ ամեն գրվածները, ինչպես որ Դավիթն ասում էր, ես քո խոսքը պահեց իմ սրտիս մեջ, որ չմեղանչեմ քո առջևը։ Այո, մենք միշտ պետք է Աստծո խոսքով լսվենք, Աստծո խոսքով պետք է զորանանք, Աստծո խոսքը զորավոր է, երկսարի սուր է, եւ ունենք սիրելի ժողովուրդ, այդ ամենքը, որ այսօր Տերը տվել այդ ամեն միջոցները, որ այսօր մենք միշտ ավետարանի հետ կարտանք ու զորանանք, ինչի որովհետեւ կգա ժամանակ գրված է գրքում։ Տերն ասում է, ես սով եմ ուղարկելու, ոչ թե հացի սով, ոչ էլ ջրի սով, ապա Աստծո խոսքը լսելու սով։ Եվ ձեր երիտասարդները կթափարեն հարավ հյուսիս, արևելք արևմուտք կթափարեն ու չեն գտնի ծարավից պիտի մարեն։ Ուրեմն այսօր է ժամանակը, սիրելի ժողովուրդ ջան, այսօր է ժամանակը, որ մենք հնից արթնանանք, հիմա մեզ ավելի մոտ է փրկությունը, քան այն ժամանակ, որ հավատացինք։ Գիշերները շատ անց է, ցերեկը մոտեցել է, սիրելի ժողովուրդ, ապա մենք մեր վրա առնենք Աստծո լուսո զենքերը եւ մեր վրայից հանենք խավարի գործերը եւ մեր անձերին թույլ չտանք իր ցանկություններին, ապա այսօր մենք Քրիստոսի հոգով պետք է զորանանք եւ մենք ազատագրվենք ամեն ունանությունից, սիրելի ժողովուրդ ջան, եւ պատրաստենք որպես Քրիստոսի հարս, Քրիստոսին դիմավորենք ոչ թե երկրի վրա, ապա երկրորդ երկնքում, եւ Տերը երկրորդ երկնքից պիտի իջնի եւ պիտի աշխարհի վերջի շրջանն առաջկալում, վերջի շրջանն ասելով, որ այս աշխարհի իշխանությունները, պետությունները եւ այլը, ինչպես որ Դանիելը իր մեկնաբանեց իհարկե Նաբուկոդոնոսի երազը եւ ասեց, որ մի քար ընկավ առանց ձեռքի եւ այդ բոլոր թակավորությունները ջարդեց եւ ինքը մնաց հավիտենական թակավոր։ Այսօր Աստված մեզ հավիտենական թակավորության, սիրելի ժողովուրդ ջան, մեզ տվել է այդ կոչումը, որ մենք լինենք Քրիստոսի հետ ոչ թե միակ 1000 տարի, ապա հավիտենական, սիրելի Աստծո զավակներ, քաջ եղեք, մի վախեցեք։ Տերը մեր հետ է։ Եթե Աստված մեր հետ է, մենք արտասինք, ով մեզ կարող է հակառակ լինել։ Չէ, սիրելի ժողովուրդ ջան։ Ումս ունենք այսպեսի Քրիստոս, ամուր պահենք նրա խոսքը եւ մեկս մեկ սիրենք, սիրելի ժողովուրդ ջան,
եւ չնայենք մեր տգարություններին, ապա նայենք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, սիրելի ժողովուրդ։ Քաջասիրտ եղեք, ինչպես Տերն ասում է, ես հաղթեցի աշխարհը։ Ահա, չմոռանանք, որ մեր մեջ Տիրոջ Սուրբ Հոգին է, զորության հոգին է, զգաստության հոգի է, եւ նրա մեջ կա աստվածային ամբողջ լեցունությունը, որ այսօր մեր հոգու մեջ է։ Դրա համար Պողոս Արաքյալը մեզ հետաքրքիր բան առաջ քաշում, որպեսզի մենք նորոգվենք ներսի մարդի մեջ, Քրիստոս հավատքով բնակվի մեր սրտերի մեջ ու սիրո արմատ գցենք, որ կարողանանք նոր իմանանք բոլոր սուրբերի հետ միասին ինչ բանալարություն ու բարձրություն իմանանք ավետարանի իսկությունը, սիրելի Ժորժ ջան, իմանանք մեր կոչման հույսը եւ ամուր պահենք այն ավետարանի խոսքը, որ այսօր Տերը տվել է մեզ, սիրելի Ժորժ ջան, ամուր պահենք Տիրոջ անունը մեծարելու, փառավորելու համար։ Թող Աստծո Սուրբ Հոգին մխիթարի ամենքից զորացնի եւ լեսնի հիմնի հաստատի